Այսպիսի մի բան կխնդրեմ մեկնաբանեք, այսպես ասած, օդում կախված լուրեր կան, որ իշխող կուսակցությունում նույնպես դժգոհ են ընտրությունների արդյունքից այն առումով, որ սահմանադրական մեծամասնություն չեն կազմել եւ նշվում է, որ հնարավոր է սահմանադրական դատարանը անբավեր ճանաչի հենց դրանից ելնելով ընտրությունների արդյունքները, խնդրում եմ մեկնաբանեք սա։ Որ քաղաքացիական պայմանագիրը գոհ չի, դրանից ելնելով սահմանադրական դատարանը շեղել ճանաչի։ Սա հերթական աբսուրդի ժանրի մեկնաբանությունն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շնորհակալ է Հայաստանի Հանրապետության 728,000 քաղաքացիներից, ովքեր տեր են կանգնել խաղաղությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը ազգային ժողովում միանձնյա ձևավորելու է կառավարություն եւ որևէ խոչընդոտ չի ստեղծվել մեզ համար Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու վերաբերյալ եւ այս իմաստով բոլոր մեկնաբանությունները տեղին չեն։ Մենք գոհ չենք մի բանից, որ հնարավոր է եղել ինչ-որ չափով կիրառել ընտրակաշառքներ բաժանելու մեխանիզմը, ինչի վերաբերյալ իմ գործընկեր Տիկին Ղազարյանը նաեւ համահեղինակել է նախագիծ եւ այդ նախագծի միջոցով մի շարք այլ իրավական process-ների միջոցով մենք այս խնդիրները կլուծենք, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ, նախ սկսեմ նրանից, որ սահմանադրական դատարանը անկախ մարմին է եւ իր որոշումները ինքն է կայացնում եւ կապ չունի թե իշխող կուսակցությունը ինչպիսի դիրքորոշում կունենա ընտրությունների վերաբերյալ, բայց մի բան հստակ ամրագրենք, որ նախորդ 21 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք 680,000 ձայն, այս անգամ մեր ձայներն եղել են 726,000, 728,000, 26-28,000, այսինքն մեր ձայներն էապես ավելացել են եւ մենք իրապես շնորհակալ ենք մեր քաղաքացիներին մեզ վստահության քվե տալու համար, պարզապես պետք է այստեղ մի երկու հանգամանք հաշվի առնենք։ Այո, բոլորս էլ գիտենք, որ ընտրակաշառքներ են բաժանվել եւ մենք այդ առումով անմիջապես նախաձեռնել ենք падգամավորներով նաեւ ընտրակաշառքի դեմ պատժամիջոցների ավելացում, նաև ինչպես գիտեք, էլի падգամավորական նախաձեռնությամբ մենք ունենք նոր նախագիծ, որի մասին ամենաշատը խոսվեց, որ պետք է ընտրելու իրավունք տրվի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է, այսինքն ունեն ռեզիդենտության ցենզ վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելով։ Սա կարծում եմ միակ ճանապարհն է երկքաղաքացի ունեցող մեր հայրենակիցների համար, որ այն մարդիկ, ովքեր հիմնականում ապրում են Հայաստանում, նրանք կարողանան ձևավորել իշխանություն եւ հետեւաբար ունենան փոխադարձ պատասխանատվությունների դաշտ, ունենան վերահսկողություն իրենց ձևավորած իշխանության վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ սա ժողովրդավարության արտահայտման ամենակարևոր ձևերից մեկն է եւ մենք այս նախաձեռնությամբ հանդես ենք եկել եւ շուտով նախաձեռնությունը կյանքի կկոչվի։